Իշխանությունը ընդդիմության նկատմամբ ունի գերակշռություն եւ գերակայություն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի եւ կներես նաեւ դրսի լաբրոների հիման վրա։ Որովհետեւ եթե ես որպես նախկին պաշտոնյա ասեմ, եթե այն ինչ որ անում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նման խախտումներ, նման քաղաքական 10-ից մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ կա, խոսքի համար մարդիկ դատապարտվում են, պարլամենտում պատկերացնում եք, ես դու միգուցե չես հիշի, բայց երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ էի, իրանք 18 թվականին միտինգ էին անում, Արար Միրզյանն ու Լենան Ազարյանը երբ որ եկան ելույթ ունեցան, այդ ֆայերները վառեցին, ես նույնիսկ իրանց ելույթի չեմ կնոպկա էլ չեմ սխմել, թողել եմ իրանք ավարտեն, ինչի ես չէի կարող ասել անջատեք խոսափողը, ես չէի կարող անվտանգության աշխատակիցներին հրավիրեմ, ասեմ եկեք իրանց տարեք, որովհետև մենք ունենք քաղաքական լայնախոհություն, մենք հավատում ենք ժողովրդավարական արժեքներին, ընդհանրապես ասեմ դուռը բացեք, թող օդը մաքրվի, իսկ այսօր դուք պատկերացնում եք ընդդիմության որևիցե մեկը, նա այդ ֆայերները մի հատ կարողանա մտցնել պարլամենտ, մի հատ էլ պարլամենտում տենց ակցիա անել, կտան գլուխը կջարդեն, ինչպես լիքը մարդու տենց ծեծել են, իրանք ըտեղ են հաղթում, անհավասար պայմաններ են, թե չէ ինչ խոսույթ ասում իշխանությունը, որ ընդդիմությունը չի կարող հակադարձի, առավոտից իրիկը ոչ միայն հակադարձում, հայրանց հարցերն է տալիս եմ, որ հարցի սա իմ Նիկոլ Փաշինյանը պատասխանել, ոչ մի հարցի,